Լավ չի ապրելու թոշակառուն Հայաստանում, քանի դեռ պետության տված փողը 3 անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղից։ Որ գոնե ծայրը ծայրին հասցնի թոշակառուն, պետությունը պարտավոր է 50%-ով բարձրացնել կենսաթոշակները։ ՀԱՅԱՔՎ նախաձեռնության անդամները վստահ են, հնարավոր է 2 տարում կենսաթոշակները 50%-ով ավելացնել։ 175 միլիարդ դրամ է պետք, որ նվազագույն ու միջին կենսաթոշակը 2 տարում 50%-ով ավելանա։ Այդ փողը կա, վստահեցնում են։ 2 ամիս առաջ գործադիր են ներկայացրել իրենց ծրագիրը, սակայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մի տեսանյութով տապալել է ՀԱՅԱՔՎ-ի առաջարկը, պնդելով, թե բյուջեում այդ փողը չկա։ Եվ մանրակրկիտ թվերով և փաստերով հիմնավորված պահանջը որակեց որպես հիբրիդային հարձակում և հայտարարեց, որ կենսաթոշակների բարձրացումը անհնար է, Եթե հաջորդ տարի թոշակը 25%-ով կամ 9000 դրամով բարձրանա, պետությունը ընդամենը 87 միլիարդ դրամ պետք է հանի բյուջեից։ Դա համախառն ներքին արդյունքի 0.8%-ն է։ Դա գնաճի չի բերի, վստահեցնում է ՀԱՅԱՔՎ-ի խորհրդի տնտեսագետ անդամը։ Մենք երբ որ առաջարկը կատարել ենք, այս առաջարկի հիմքում ընկած է մեր հետազոտությունները, եւ այս հետազոտություններով հստակերում է, որ հնարավոր բյուջետային հոդվածների միջև նույնիսկ տեղաբաշխումներից կարելի է այս գումարները հանգիստ հանել։ 7 տարում իշխանությունը եռապատկել է իրավապահների աշխատավարձը։ Ավետիք Չալաբյանի խոսքով թոշակառուի փոխարեն կերակրում են սեփական ռեպրեսիվ ապարատը։ Մեր կենսաթոշակառու քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն, որ այն, որ իրանց տամոքսում դատար կա, նրանից է, որ դատախազի փորը լիքն է ցույց։ Ստորագրահավաք են սկսել, որ կառավարությունը հարագիր ներկայացնեն թոշակների բարձրացման պահանջով։ 3 օրում արդեն 5000 մարդ է միացել իրենց նախաձեռնությանը։ ՀԱՅԱՔՎ-ի մարզային գրասենյակներ կարող են գնալ մարդիկ ու ստորագրել այդ հանրագրի տակ։ Կհանդիպեք իրենց տարբեր բնակավայրերում, հանրային վայրերում եւ կխնդրեն բոլորիս աջակցությունը Հայաստանի պետության բոլոր քաղաքացիների մասնակցության այդ գործընթացին։ ՀԱՅԱՔՎ-ում վստահ են, 3 ամսում 100 հազարավոր մարդիկ իրենց ստորագրություններով կստիպեն կառավարությանը փոխել թոշակառուների հանդեպ վերաբերմունքը։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։